Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Ես միանգամից ներողություն խնդրեմ, որովհետեւ դրսից մեկ-մեկ կարող է աղմուկ կա, այսօր այստեղ բան է, հանրահավաք է, երթ է, բայց մենք ստիպված պետք է նկարենք, որովհետեւ ժամանակ չունենք, այսպես ասած։ Սկսելու ենք խոսալ կարևոր թեմայից, մենք հասնում ենք մեր այս շարքի կարելի ասել, այսպես ասած, endspielին, այսինքն վերջնախաղին, եւ պայմանավորվել ենք, որ եւս 1-2 թեմա ունենք շատ կարեւոր ամփոփելու, խոսալու, մի քիչ մանրամասնելու եւ այսօր սկսելու ենք այդ կարեւոր խոսակցություններից մեկը։ Խոսքը վերաբերվում է ուրեմն Արցախի հարցին, դե բնական է, քանի որ այս մեր շարքի մեջ այդքան խոսել ենք պատերազմի մասին 2020 թվականի ռուս-թուրքական վանդակում էլ խոսել ենք, ինչ որ չափով ըստ իրավիճակի անդրադարձել ենք բնականաբար ժամանակ առ ժամանակ Արցախի հարցին, բայց մենք պայմանավորվել ենք, որ մի հատ պետք է փորձենք ընդհանրապես ընդհանրացնենք, որտեղ պարզ է բնական է, որ այս մեր բոլոր խոսացած թեմաների հետ կապ ունի, եւ մյուս կողմից ոչ ռուս-թուրքական վանդակում, ոչ մեր պայքարում մենք սիստեմատիկ չենք փորձել այդ հարցին մոտենալ։ Հիմա ես էլի չեմ խոստանում, որ այն սիստեմատիկությամբ, օրինակ, որ ռուս-թուրքական վանդակն ենք արել, բնականաբար չենք հասնի եւ չենք կարող, եւ ես էլ չեմ կարող ասել, որ այդ աստիճանի նյութին տիրապետում եմ, օրինակ ռուս-թուրքական վանդակի չափ կարողանամ փորձեմ այդ հարցը բացել, բայց որոշակի ընդհանրացում եւ կարեւոր բաներ այստեղ անպայման մենք ունենք արձանագրելու։ Իհարկե ես միշտ ինքս ասել եմ եւ շեշտել եմ, երևի նկատել եք, որ մանավանդ վերջի տարիներին, որ այդպիսի այտենց Ղարաբաղի հարց կամ Արցախի հարց առանձին վերցված չկա, կա իրականում Հայաստանի հարց եւ եղել է կա Հայաստանի հարց, ես հիմա եմ սկզբունքորեն այդ տեսակետին մնում եւ ի վերջո այս մեր խոսակցության ընթացքում էլ մենք մեծ հաշվով դրան էլ կգանք, բայց բնականաբար, որպեսզի խոսակցությունը հարմար լինի, բնականաբար նաեւ կա, այսպես ասենք, Հայաստանի հարց եւ դրա մեջ մի հատ, այսպես ասած, ճյուղավորում կամ ենթահարց Արցախի հարց, այդ ձևով կարող ենք այդ պայմանականությամբ օգտագործել այդ տերմինը։ Ուղղակի ես ինչի եմ միշտ դեմ եղել եւ շեշտել, որ կա Հայաստանի հարց, որտեղ մեր մոտ այդ տարանջատումը կարողացան մտցնել, որ ինչ որ մի հատ առանձին Արցախի հարց կա, որը մեծ հաշվով Հայաստանի հետ կապ չունի, կամ Հայաստանի հետ կապ ունի, այսպես ասած, որպես բեռ ավելի շատ, կամ ինչ որ չկարգավորված կոնֆլիկտ, եւ եթե այդ հարցը լուծվի, ապա Հայաստանը այլ ուրիշ խնդիր չունի, բուն Հայաստանի հարց, այսպես ասած, գոյություն չունի։ Եվ կարողացան այդ տարանջատումը մտցնել, նաեւ չնայած որ Ղարաբաղյան շարժումը հիշում եք բոլորդ կամ գիտեք, որ սկսել է միացում կարգախոսից, սա շատ կարևոր է, սրա մասին ենք մենք որոշ չափով խոսելու, ավելի մանրամասն, բայց ի վերջո մենք դեռ շատ վաղուց, այսինքն մենք երբեք էլ չհասանք այդ միացմանը ոչ միայն, զուտ ասենք, ֆորմալ իմաստով, իրավական կամ քաղաքական, այլ նույնիսկ մեր գիտակցության մեջ այնպես ամրապնդեցին, որ ի վերջո ամրապնդվեց մեր ընկալման մեջ որպես երկու փաստորեն տարբեր ինչ-որ ինքնություններ, թեկուզ ասենք, չգիտեմ, իրար ցեղակից կամ ազգակից, բայց երկու տարբեր ինքնություններ եւ իհարկե այդ ընկալումը նույնպես պատճառներից մեկն էր, այն պատճառների համալիրի մեջ էր, որ բերեց այն վիճակին, ինչին որ մենք այսօր հասանք։ Ակտուալությունը հարցի, չգիտեմ, իմաստ ունի ընդհանրապես հիմնավորելու, բայց ամեն դեպքում հիմնավորենք։ Նախ պարզ է, որովհետեւ սա մեր ապրածն է, սա մեր սրա հետ նաև կապված են այս խնդրի հետ նաև զոհեր են կապված, զոհաբերություններ, ոչ միայն ուղղակի մարդկային զոհեր, այլ ընդհանրապես մեր հանրության զոհաբերությունները, չգիտեմ, նույնիսկ ինչ զրկանքները, պատերազմը, տնտեսական դժվարություններ եւ այլն, որ բոլորս ապրել ենք, տեսել ենք, եւ բնականաբար կարեւոր է, այսինքն որ կարեւոր է, որ մենք այդ մեր այդքան ապրածը, այդքան զոհաբերածը մենք կարողանանք ի վերջո թեկուզ ուշացմամբ, բայց իմաստավորել եւ նաեւ ուշացմամբ չի, որովհետև երկրորդ կարևոր խնդիրը նա է, որ մենք մինչև հիմա էլ մեծ հաշվով ապրում ենք այս մեզ պարտադրված մի կոնցեպցիայի մեջ, այդ Արցախի հարցի կարգավորում, Արցախի հարցի լուծում, դա մեծ հաշվով եղել է այսպես կոչված, գիտեք, չեմ սիրում այդ անունները, բայց այսպես կոչված երրորդ հանրապետության հիմնական միֆոլոգիա, հենց միֆոլոգիա, այսինքն ինքը կեղծ պարտադրված բան է եղել, սրա մասին էլ ավելի մանրամասն կխոսենք, հասկանանք ինչի եմ ես այդպես ասում, հա, իդեպ ասեմ էլի, ես այսօր բաներ եմ ասելու, որոնք կամ մի քիչ լավ հասկանալի չլինեն, ես թեման կուրվագրեմ, բայց հետո այս բոլորը կբացենք, ես ուղղակի ուզում եմ այսօր մենք ուրվագրենք այն խոսակցությունը, որ մոտակա շրջանում մենք ունենալու ենք, որտեղ այս այն թեմաները չեն եւ այն թեման չի, որ sense մի շնչով բան անենք։ Որոշ բաներ թող այսօր մի քիչ այդքան լավ հասկանալի չլինեն, մի քիչ բացված չլինեն, հետո աստիճանաբար բան կանենք, կբացենք։ Ուրեմն գլխավոր միֆոլոգիան է եղել եւ
Հարցը այն է, որ մինչև հիմա էլ է դա։ Դատվում է տարօրինակ, որովհետև դե այսօրվա գիտեք կառավարող այդ ուժը իրենք պաշտոնապես հրաժարվում են, Արցախի հարց ասում են էլ չկա եւ այլն, Արցախը հայաբնակ հայեր չկան այսօր Արցախում, բայց իրականում կոնցեպցիան Արցախի հարցի լուծում կամ Արցախի հարցի կարգավորում կոնցեպցիան մինչև հիմա գործում, ոչ միայն գործում է, ինքն է հիմքում այս քաղաքականության, այստեղ մի քիչ պարադոքս կա, հակասություն կա, ինչ նկատի ունեմ։ Ինչն էր, հա, այդ մեզ պարտադրված Արցախի հարցի լուծում կոնցեպցիան։ Հիմնական միտքը այն էր, որ երբ որ այդ հարցը կարգավորվի կամ լուծվի, դրանից հետո Հայաստանը մտնելու է, այսպես ասած, դրախտի միակ փուլ, էլ ոչ մի խնդիր չի լինելու, ճամփեքը կբացվեն, առևտուրը կսկսվի, ամեն ինչ լավ կլինի։ Այս կոնցեպցիան, որը մենք ավելի մանրամասն վերլուծելու ենք, տեսնելու ենք նաև դրա ակունքները եւ տեսնելու ենք դրա ուտոպիզմը ծայրահեղ։ Եվ մեծ հաշվով հիմա դա շարունակում է գործել, դա անգած է այսօրվա քաղաքականության հիմքում, որքան էլ իրենք փորձեն իրարից տարանջատվել, որքան էլ այսօրվա կառավարությունը ասի, որ մենք կապ չունենք նախկինների հետ եւ այլն, կամ թեկուզ այդ նախկինները իրարից փորձեն տարանջատվել իրենք բոլորն էլ այս կոնցեպցիայի մեջ են եղել։ Եվ հիմա էլ ինչ են, մենք փաստորեն շարունակում ենք լուծել, այսպես ասած, Արցախի հարցը։ Վերջի պահանջներից մեկն է, չէ՞ մնացել։ Վերջի ֆորմալ պահանջը իրականում այլ պահանջներ կան, որ համանadrությունը որ պետք է փոխեք, գիտեք անկախության հռչակագրի վրա հղումը հանեք, որտեղ այնտեղ կա հղում Արցախին։ Եվ նոր մենք այդ թուղթը ձեր հետ կստորագրենք։ Սա այս կոնցեպցիայի շարունակությունն է, այսինքն Արցախի հարցը շարունակում են լուծել, որից հետո դրախտ է լինելու, ճակերտավոր իհարկե։ Նույնը երբ որ Ադրբեջանում բարձրացնում են օրինակ թուրքերի վերադարձը Հայաստանի այդ թեման, սա նույնպես է կապ ունի, որովհետև Արցախյան մեր այն առաջին ուրեմն պատերազմի հաղթանակի վերջին դեռ նյութական արդյունքը, որ մենք այսօր պահպանում ենք, վերջին արդյունքը դեռ կա։ Դա նա է, որ Հայաստանում այսօր չեն ապրում թուրքեր։ Դա վերջին արդյունքն է։ Եվ իհարկե դա էլ իրենք փորձելու են անպայման հետ շրջել, որտեղ իրենք էլ հասկանում են, որ դա ստրատեգիական կարևոր նշանակություն ունի, հենց այնպես հումանիտար հարց չի, եւ սա էլ է շարունակությունը այս Արցախի հարցի կարգավորում կոնցեպցիայի։ Եվ ամբողջ մտածողությունը ելի եմ շեշտում, սա է, ես հիմա մանրամասն դրա մասին չեմ խոսա, ուղղակի ուզում եմ շեշտեմ ակտուալությունը, որ չնայած թվում է, որ Արցախի հարց այլևս չկա կամ այդպես է հայտարարվում, բայց իրականում մենք ապրում ենք այս Արցախի հարցի լուծում կոնցեպցիայի մեջ եւ իհարկե նաեւ այս առումով շատ կարեւոր է ոչ միայն պատմական իմաստով, այսինքն անցյալի իմաստով մենք ամփոփենք հասկանանք, այլ այսօրվա իմաստով շատ կարեւոր է մենք այս միֆոլոգիաները սրա հետ կապված հատկապես հասկանանք եւ մյուս կողմից փորձենք հասկանալ իրականությունը որն է եղել, որպեսզի մենք կարողանանք այս ամեն ինչից դուրս գալ, ի վերջո մենք այդ բանից եւ այդ կոնցեպցիայից դուրս գանք եւ հասկանանք որն է իրականությունը եւ հասկանանք ինչպես պետք է համարժեք եւ ճիշտ գործենք իրականության մեջ, այլ ոչ թե մեզ պարտադրված այդ միֆոլոգիաների մեջ։ Եվ ընդորում ես այստեղ կառանձնացնեի երկու առաջին հայացքից իրար շատ նման տերմիններ, բայց հետո մենք դրանց մասին առանձին կխոսանք եւ կտեսնենք, որ ինչ է սրանց տակ թաքնված, մեկը Արցախի հարցի լուծում, մյուսը Արցախի հարցի կարգավորում։ Թվում է թե նույն բանն է, հաճախ նաեւ որպես հոմանիշներ են բարձր օգտագործել, բայց այս երկու կարևոր բաները ես հիմա կառանձնացնեմ, հետո մենք մանրամասն կխոսենք, կտեսնենք թե ինչ ենթատեքստ եւ գաղափարախոսություն եւ կոնտեքստ կար թաքնված յուրաքանչյուրի տակ լուծման տակ եւ կարգավորման տակ։ Ընդհանրապես Արցախի հարց ասելով ինչ են մեզանում հասկացել այս 30 տարվա մեջ։ Հասկացել են հիմնականում այդ թղթաբանությունը, այդ կարգավորման շուրջ եղած այդ միջազգային դիվանագիտական ԵԱԿ Մինսկի խումբ առաջարկներ, թղթաբանություն եւ այլն։ Սա է ներկայացվել արդեն անկախ Հայաստանում որպես Արցախի հարց։ Եվ առաջին հայացքից դեթվում է, որ դա է եւ մարդիկ կան, որոնք դա ուսումնասիրել են, գիտակ են, շատ չեն նրանք Հայաստանում եւ իրենք հպարտանում են, ասում մենք Արցախի հարցին տիրապետում ենք։ Օրինակ ես մի ընկեր ուրեմն ունեի, աղջիկ ընկեր, լրագրող էր, ինքը երբ որ այդ խոսակցությունը բացվում էր, ասենք դե, ասենք չգիտեմ, մեր շրջապատում կամ թեկուզ ես ու ինքը որ խոսում էինք, ինչ որ այդ թեման կարծիքներով էինք փոխանակում, ինքը միշտ ասում է դուք չեք տիրապետում, ես նստել եմ եւ իրոք ինքը ուսումնասիրել էր, որքան որ հնարավոր է այդ բոլոր փաստաթղթերը, նաեւ ասենք զրուցել էր այդ մասնակիցների հետ, լավ իր գլխի մեջ այդ ցախ նստած էր այդ ամեն ինչ, այսինքն չգիտեմ որ թվին ինչ առաջարկ արել ԵԱԿ Մինսկի խումբով, երբ բանակցվել, մերժել եւ այլն այդ ամբողջ փաստաթղթային մասը նստած էր եւ ինքը ասում էր դուք չեք տիրապետում, ես տիրապետում եմ։ Բայց ես չեմ կարողացել, չեմ էլ շատ փորձել, բայց իրականում չեմ նաեւ եթե փորձել եմ,
չեմ կարողացել հիմնավորել, ցույց տալ եւ Իրան եւ ընդհանրապես մարդկանց, որտեղ այն ժամանակ էլ ես դասում որ դա չի Արցախի հարցը։ Հա, դա լավ է որ գիտեք, կարևոր է որ գիտեք, բայց դա չի բուն Արցախի հարցը եւ ավելին դա հենց այդտեղից, երբ որ այդպես էր ներկայացում ինչ բան է Արցախի հարցը, այդ ամբողջ դիվանագիտական թղթաբանությունը, այդտեղից հենց սկսում էր կեղծիքը եւ այդտեղից սկսում է նաեւ շատ խնդիրներ։ Նաեւ 90-ական թվականներին, ինչ եմ հիշում 97-98 թվականներ, երբ էր դեռ կարծեմ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր այդ ժամանակ, երբ որ ինքը ասեց, չեմ հիշում ինչ կոնտեքստում, ճիշտն ասած հիմա շատ կարեւորել չի, երբ որ ինքը ասեց, որ Հայաստանում Արցախի հարցին տիրապետում են 1-2 հոգի ասեց, թե 2-3 հոգի ասեց, չեմ հիշում, միական չի մի խոսքով շատ sense փոքր թիվ։ Ինքը, չգիտեմ, Ժիրայր Լիպարիցյանը եւ էլ ինչ որ մեկը օրինակ։ Հիմա այդ մանրամասները չեմ հիշում, միական չի, բայց շեշտը դա էր, որ 2-3 հոգի են տիրապետում ամբողջ Հայաստանում Արցախի հարցին։ Բայց այստեղ մի հատ շատ լուրջ պարադոքս եւ հակասություն էլի կա, որը կարծում եմ, որ ոչ ոք էլ չնկատեց, ուշադրություն չդարձրեց։ Այս շատ կարևոր է, սա առանցքային է։ Հետո էլի մանրամասն կխոսենք, այսօր զուտ նշում եմ, որ Արցախի հարցը, որը 88 թվականին բարձրացվեց եւ 88-90 թվականներին այդ շարժումը եղավ, դա հայ ժողովրդի հարցն էր, հայ ժողովրդի կողմից բարձրացված հարցեր, հայ ժողովրդի մեծամասնության զանգվածների տասնյակ եւ 100 հազարավոր մարդկանց հարցն էր եւ անցնում է 10 տարի եւ Հայաստանի նախագահ ասում է 2-3 հոգու հարց է դա, բացի տիրապետում է 2-3 հոգի, բաստացի 2-3 հոգին կարող են միայն այդտեղ ինչ որ տեսակետ կարծիք արտահայտել, դառնում է փորձագետների, դիվանագետների նեղ, շատ նեղ խմբի էզոթերիկ ըստ էության, էզոթերիկը գիտեք, գաղտնի ուսմունք է նշանակում բառացի, հիմա մի քիչ այլ իմաստ է ստացել, նույնացել է շատ միստիկայի հետ, բառացի հին հունարենով դա գաղտնի ուսմունքն է կամ բանավոր ուսմունքն է, այսինքն փակ, շատ խմբին հասանելի ուսմունքն է եւ վերածվել է դրանից, այսինքն ժողովուրդ համաժողովրդական հարցը, երբ որ ինքը եղել է համաժողովրդական հարց, այսինքն երբ որ ինքը համաժողովրդական հարցը չէ, զանգվածային հանրահավաքներով բարձրացում է, դա նշանակում է, որ կարծիք հայտնում են եւ որոշում ընդունում են եւ ուղղություն տալիս են զանգվածները, շատերը, մեծամասնությունը եւ հանկարծ 10 տարի անց մեզ ասում են, որ չէ, գիտեք ինչ, սա ծայրահեղ նույնիսկ ոչ թե փոքրամասնության, այլ փոքրագույն խմբի հարցն է, իրենք մենակ գիտեն եւ իրենք մենակ կարող են այս հարցի հետ կապված ինչ որ տեսակետ արտահայտել, սա էր այս խոսքի իմաստը։ Երևի ամենակարևորը այստեղ թե ով է դա ասում։ Դա ասում է մի մարդ, հիմա ես ոչ թե մեղադրանքով եմ ճիշտ ասում, այս պահին ինձ մեղադրանքները չեն հետաքրքիր կամ արդարացումները, այս պահին ինձ երևույթներն են հետաքրքիր եւ ոչ թե անձերը նաեւ։ Ասում է մի մարդ, որը դարձել է Հայաստանի առաջին դեմք, միայն ու միայն շնորհիվ նրա, որ ժողովուրդը զանգվածաբար տասնյակ 100 հազարներով Ղարաբաղի հարցը դարձրել է իր հարցը բարձրաձայնել է եւ այդ ժամանակ նույնպես կային Հայաստանի ղեկավարներ, որոնք ասում են դուք չեք հասկանում, դուք չեք տիրապետում այդ հարցին, ժողովուրդը չի տիրապետում այդ հարցին եւ ժողովրդին առաջնորդները չեն տիրապետում, մենք ենք տիրապետում, ասենք ՑԿ-ում կամ չգիտեմ Պոլիտբյուրոյում ու Հայաստան Պոլիտբյուրո չկար իհարկե Հայաստանի ասենք չգիտեմ Կոմկուսի կենտկոմում մենք տիրապետում ենք, դուք չեք տիրապետում եւ տեսեք ինչ ձևափոխում, ինչ տրանսֆորմացիա է տեղի ունենում 10 տարվա մեջ մի մարդ, որը այդ ժողովրդական շարժման շնորհիվ Ղարաբաղյան շարժման շնորհիվ որպես Ղարաբաղ կոմիտեի անդամ դարձել է Հայաստանի առաջին դեմքը եւ ասում է չէ, ժողովուրդը չի տիրապետում եւ չի կարող տիրապետել այս հարցին։ Այսա մեծագույն աղավաղում ու խեղաթյուրումն ու կեղծիքն է, որի մասին մենք անպայման պետք է շատ մանրամասն չէ, բայց մանրամասն սա ու սրան առնչվող թեմաները խոսանք, հասկանանք ամենակարևորը այստեղ թեմա կա, սա բառախաղ չի, եւ որ այդ թեման էլի ընկած է մեր ապագա պարտության հիմքում նաեւ այս վերափոխումը ժողովրդական հարցի զուտ դիվանագիտական նեղ ինչ-որ շրջանակների հարցին, մենք տեսնենք տարբերությունը, որտեղ հիմա կարող է շատերը ասեն, դե հա էլի, բայց ճիշտ ասում եմ, ժողովուրդը ինչ կարա ջոգի այդ հարցերից, ոնց կարա ժողովուրդը հասկանա, իրոք դա դիվանագետների հարց չէ, դա ժողովրդի հարցն է,
եւ ժողովրդի հարց կարող է եւ պետք է լինի եւ մենք տեսնենք որն է տարբերությունը խնդիրը նա չի որ ժողովուրդը կամ ցանկացած մեկը կարող է ինչ որ բարդ sense դիվանագիտական բաներ հասկանալ ոչ պետք է չի որ հասկանա հարց բարձրացնելու համար մենք տեսնենք պատմական օրինաչափություններով նաեւ թե ինչ է դա նշանակում բայց երբ որ մի բան դառնում է այդ ներ դիվանագիտական ծայրահեղ էլիտիստական հարց ինքը մեծ հաշվով բնականաբար դուրս է գալիս նաեւ տվյալ երկրի ինքնիշխանությունից դուրս է գալիս արդեն սրա մասին մանրամասն կխոսենք որտեղ ինքնիշխանությունը ժողովրդական հենքով է իրոք գոնե մեր դարում նոր դարում այդպես է հին դարերում թագավորներն էին ինքնիշխանությունը կամ չգիտեմ իշխանները մեր դարում այդպես է օբյեկտիվորեն այդպես որտեղ փոխվել է ժողովրդական զանգվածների դերը բայց լավ սա հիմա չեմ ուզում շատ շեղվեմ ուզում եմ թեման բանանենք եւ շարունակությունը սրա Շարունակությունը մինչև այսօր, մինչև այն որ մենք խոսեցինք, մինչև նոյեմբերի 9-ը շատ կարևոր է, որ հենց այս նույն տրամաբանության մեջ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի ղեկավարը, որը ուներ այդ ժամանակ կամ դրանից 2 տարի առաջ ընդամենը Հայաստանի ժողովրդի 80%-ի աջակցությունը, ինչպես եւ Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվին ուներ 80-ից ավել տոկոսով ընտրվեց նախագահ Եվ նույնը այստեղ Նիկոլ Փաշինյանը 80% ժողովուրդ ունենալով եւ խոստանալով ժողովրդին, որ ինքը առանց ժողովրդի ոչինչ չի որոշի, ինքը գնաց եւ ժողովրդին տեղյակ չպայելով, ժողովրդի թիկունքում, ժողովրդի հետևում ստորագրեց այդ նոյեմբերի 9 նեղխմբակային որոշմամբ եւ այսպես ասած դիվանագիտական էզոտերիկ ֆորմատով եւ post factum միայն տեղյակ պայեց իր որոշման մասին, սա նույն այս տրամաբանության շարունակությունն է նոր բան ինքը չի օրինել նոր բան չի արել որքան էլ ինքը այսօր էլի խոսա ժողովրդի անունից որ ժողովուրդը հետո ինձ աջակցեց քանի որ ինձ ընտրեց եւ հիմա էլ հղում անի չգիտեմ ժողովրդին մայրերին եւ այլն ոչ այդ որտեղ դրանք խոսքեր են իսկ գործը սա է գործը այս նույն տրամաբանության շարունակությունն է ժողովրդին տեղյակ չեն պահում դա ժողովրդի հարցը չի երբ որ դա ժողովուրդն էր բարձրացրել բայց արդեն post-սովետական Հայաստանում այսպես կոչված, չեմ ուզում ասեմ լավ, այսպես կոչված անկախ Հայաստանում, այսպես կոչված երրորդ հանրապետությունում դա ժողովրդից վերցվեց այդ հարցը, դարձավ նեղխմբակային հարց եւ դա ամենավառերը արտահայտությունն արդեն որտեվ այդ լուծում որ իրանք ասում են դե եղավ, այդ նույն լուծումն է չխաբվեք նոյեմբերի 9-ին, ինչ որ իրանք ասում են լուծվի, դա լուծվեց, հենց այդ է լուծումը։ Դրանք մասին են իրենք խոսում, հիմա ինչքան էլ ասեն դե մենք ասում ենք առանց պատերազմի չգիտեմ նա տարավ պատերազմով մենք խոսել ենք դրանից նեյությունը չի փոխվում այդ լուծումը դա է եւ այդ լուծումը ենթադրում էր անպայման տրամաբանությունն էր դա պատահական չէր որ ժողովրդին ըստ էության խափելով post factum տեղեկացնելով ուղի խափելով որտեվ ասվել էր որ առանց ժողովրդի չեն կանի եւ արեցին եւ ժողովրդի մեջքի հետևում եւ ժողովրդին ասելով որ մենք չհաղթելու ենք բայց գնացին եւ առանց ժողովրդին տեղյակ պահելու առանց նույնիսկ այսպես ասած խորհրդակցելու նույնիսկ թեկուզ ասենք չգիտեմ հրապարակային ինչ որ ֆորմատով թեկուզ ֆորմալ ժողովրդի ընտրյալների հետ գնացին եւ դա ստորագրեցին եւ սա էլ եմ ասում այս դրամաբանության ուղիղ շարունակություն եւ մարմնավորումներ որն է այլընտրանքը որը կարող է լինել այլընտրանքը մենք դրա մասին հետո կխոսանք եւ նույնիսկ այսօր էլ այսինքն միայն նոյեմբերի 9-ը չի մինչեւ այսօր էլ այդ նույն տրամաբանությունն է շարունակում որ ժողովրդի անունից խոսալով գնում են եւ ժողովրդի հետ որևէ եւ ավելի ու ավելի այս դիվանագիտական իրանց այդ ֆորմատներում ավելի ամրացնում են հայ ժողովրդի հենց կարգավիճակի փաստացի կարգավիճակի իջեցումը ավելի ու ավելի այսօր մենք ստորագրում ենք փաստաթղթեր հիմա ուրիշ ֆորմատներով շատ եմ էլի խոսեցել այս թեմայով խոսել որ մենք ստորագրում ենք հիմա փաստաթղթեր որտեղ օրինակի համար արդեն նաև մեր ներքին օրակարգն է կարգավորվում դրանցով այսինքն լրիվ մեր ներքին բանի մեջ է մտնում այդ օգոստոսի 8-ի պայմանագրի մեջ էլ կա նոյեմբերի 9-ի մեջ կարող է այդքան չկա բայց կան հիմա արդեն գնում է հայ ժողովրդի կարգավիճակի իջեցում էլի այս նույն տրամաբանության շարունակով որ ժողովուրդը կապ չունի այս հարցերը լուծում է
նեղ խումբ մարդկանց դիվանագիտական այդ նեղ կամ փորձագիտական շրջանակներով եւ ժողովրդին չներգրավելով իր կարգավիճակն են իջեցնում։ Իրենց կարգավիճակը չեն իջեցնում, հենց ժողովրդի կարգավիճակն են փաստացի այլ ժողովուրդների մեջ։ Լավ, իսկ ինչ է Արցախի հարցը, թե մենք ասում ենք այդ ինչը որ մեզ ասում են դիվանագիտական, այդ ամբողջ թղթաբանությունը, դա չի Արցախի հարցը։ Ես չեմ ասում ընդհանրապես դա կարևոր չի։ Ես ճիշտ հասկացեք, հա, բնականաբար դա կարևոր, բայց դա մակերեսն է այդ հարցի։ Դա այդ հարցի արտաքին կողմն է։ Իսկ ինչ բան է, ինչ է իրական Արցախի հարցը։ Դե մի փոքր խոսացինք, որ ժողովրդական հարց եւ այլն, բայց սրա մասին հիմա չեմ ուզում ասեմ։ Ես տարիներ առաջ դեռ այս պատերազմից առաջ էլ դեռ կարծեմ ապրիլյան պատերազմից առաջ էլ մոտավորապես կամ այդ կողմերը տենց մի եզր էի կամ տենց մի բան էի վերնագիր էի մտածել եւ փորձում էի այն ժամանակ էլ տենց որոշ չափով մշակել, բայց չեմ ավարտել իհարկե Արցախի հարցի տեսություն կամ Ղարաբաղի հարցի տեսություն, դե որ տենց ասում էի մարդկանց զարմացած նայում են էլի յանի ինչ էլի ինչ ես ուզում ասացել ես ասում էի չունենք մենք այդ Արցախի հարցի տեսությունը պետք է ունենանք շտապ պետք է էլի որտեվ դե այդքան խոսում ենք, բայց մենք չունենք դրա իրական տեսությունը դե զարմացած բնականաբար նայում են ասում ինչա խոսում ես նա գիտենք բոլորս էլ այդ ինչ հարց է ով էլ իսկ եթե բանել ու էլի հղում էին անում այդ սա դիվանագիտական այդ ամբողջ բաներին դե 88-ից գիտենք որ տենց հարց կա հետո ինքը մտնում է այդ կարգավորում եւ անեն այդ կոնցեպցիայի մեջ ինչ կա այդտեղ չիմանալու նախ գիտենք երկրորդն էլ կան իմացողներ որոնք շատ լավ գիտեն բայց ես ինչպես արդեն հասկացանք բացարձակ դա նկատի չունեի եւ երբ որ ասում էի տեսություն եւ հիմա էլ եմ ասում տեսություն ասելով նկատի չունեմ абստրակցիա, նկատի չունեմ ինչ որ մի բան, այսպես ասած հորինած կաբինետում, ոչ տեսություն, ես ասում եմ նկատի ունեմ փորձից բնականաբար բխեցված տեսություն, որտեղ ընդհանրապես դա իսկական տեսությունը դա է։ Ընդհանրապես գրափարում ինքը մի քիչ ավելի լայն դաշտ ունի այդ բառը ավելի լայն իմաստային դաշտ ունի եւ նշանակում է նաեւ տեսողություն, տեսակցություն, նաեւ մենք հիմա էլ ասում ենք իդեպ եղանակի տեսություն նկատմամբ կանխատեսում, հա, օրինակի համար։ Եվ տեսությունը ասած իհարկե փորձից բխեցված տեսություն, իսկ փորձը քաղաքականության մեջ դա պատմությունն է, այսինքն պատմական մենք այդ հարցը անհնար է հասկանալ դա ինչ է ընդհանրապես, եթե մենք չենք հասկանում իր պատմական ամբողջական դինամիկան, զարգացումը, իհարկե այս տվյալ դեպքում նկատի չունեմ պատմություն մինչև դարերի խորք, նկատի ունեմ նոր շրջանը, որովհետև այս հարցը այս ձևով ոնց որ ինքը կա, ինքը մոտավորապես մի անգամ այս բանում էլ ենք խոսացել, մոտավորապես մենք կարող ենք իրան սկսել 18-րդ դարից, երբ որ ռուսական ուրեմն բանն է մտնում տարածաշրջան, ազդեցությունը կամ ռուսական քաղաքականությունը այդտեղից սկսած մենք կարող ենք հաշվել իրականում եւ պետք է, ոչ թե կարող ենք, պետք է, եթե ուզում ենք իրոք այս հարցը ամբողջության մեջ հասկանալ, մենք այդտեղից սկսած պետք է հաշվենք այդ Արցախի հարցը ինչ է նշանակում։ Առանց դրա անհնար է, որովհետեւ երբ որ ասում են պատմություն եւ այլն մարդիկ մեկա, չէ, մինչեւ այլ ընկան, դե դա անցյալը են ինչ որ եղել է, ոչ, դա ապրածն է, դա կենթանին է, դա կյանքն է, դա հարցի կենթանի մասն է, որովհետեւ պատմությունը դա ինչ է, ինքը ընդհանրապես կյանքն է, չէ՞, ասենք ոնց որ մարդը ապրում է, տենց էլ ազգը ապրում է, եւ այդ կյանքն է, այսինքն ընթացքն է։ Հենց պատմությունն է կենթանին, այն մնացած բաները абստրակտ, դրանք կենթանի չեն։ Եվ այս հարցը իր այսպես ասած կենթանի էության մեջ սա է, այն ինչը որ սկսվում է 18-րդ դարից, երբ որ այսպես խաղի մեջ մտնում են ռուսները։ Իհարկե ինքը մինչև էլ կար Արցախ, կային Արցախում հայեր, կային չգիտեմ այդտեղ խնդիրներ, բայց այս ձևով ոնց որ մեզ է հասել այս կոնֆիգուրացիան ինքը, որտեղ ինքը Ռուսաստան հայեր եւ Կովկասի թուրքեր, կամ ինչպես հիմա կոչվում են ադրբեջանցիներ, նաեւ կոչվել են թաթարներ, այս երանգյունու հարցն է, ուրիշ բան չի ինքը, եւ ոչ թե ինքը ուղղակի Արցախի հարց է, այլ այն ինչ որ մենք կոչում ենք ռուս-թուրքական վանդակ, կա նաեւ դրա այսպես ասած փոքր տեսակը ռուս-ադրբեջանական վանդակ պայմանական կոչենք, սա էլի ես հիմա չեմ այսպես ասած հորինում, երբ որ ես այդ ռուս-թուրքական վանդակ անվանումը այդպես ասած չգիտեմ իրական որքանով հաջող, բայց համընթացանչեղ անվանումը ձևակերպեցի, դա 20 թվին էր իրականում։ Հենց նույն տակը այդ թղթի մեջ առաջ անգամ որ ձևակերպել եմ, տակն է գրած էր ռուս-ադրբեջանական վանդակ, մեկը գրել էի փակագծերում մեծ, այս փակագծերում գրել էի փոքր։ Այսինքն ինքը շատ առումներով կրկնում է
ինչ որ մենք ռուս-թուրքական վանդակում ենք տեսել եւ երբ որ մենք ասում ենք Արցախի հարցի տեսություն, նախ եւ առաջ այս 1700-ականներից սկսած, ինչքան է 300 քանի տարվա, այս զարգացումը դինամիկան այս երանգյունու մեջ պետք է տեսնենք, որտեղ էլի ոչ թե առանձին վերցած Արցախի հարց, այլ հայերի եւ Կովկասի թուրքերի փոխհարաբերության հարցն է, ըստ էության դա ռուսական քաղաքականության մեր տարածաշրջան մուտք գործելու եւ ակտիվանալու եւ հետո գերիշխանություն հաստատելու կոնտեքստում։ Մենք մի փոքր էլ եմ ասում, ասենք շատ արագ պատմական ակնարկ մի անգամ արեցինք, հավանաբար կարիք կլինի դրա որոշ հատվածների վրա մի քիչ ավելի մանրամասն կանգնել, այս մեր ապագա խոսակցություն կտեսնեմ ըստ իրավիճակի մի հատ կորոշենք կհասկանանք ինչքանի կհասցնենք կամ որտեղ մի մասամբ խոսել ենք, եթե պետք է զուտ կրկնենք իհարկե իմաստ չունի, բայց եթե տեսնեմ ըստ իրավիճակի ճիշտ լինի որոշակի կետերի վրա ավելի մանրամասն կանգնել, քան ուրեմն խոսել ենք, դա կանենք, որտեղ սա է, ելի եմ կրկնում, Արցախի հարցի տեսությունը, եւ իհարկե, այո, պատմություն դե դրա մեջ բնականաբար մտնում է նաեւ աշխարհագրություն, չգիտեմ, այլ էլի գործոններ, տնտեսություն թեկուզ, չգիտեմ, բայց այդ ամբողջը պատմություն ուրեմն բանի տակ։ Սա է ուրեմն իրական Արցախի հարցի տեսությունը, որը մեծ հաշվով չի արվել, այսինքն այդ ամբողջ ընթացքում այս վերջին 30 տարվա մեջ մենք խոսել ենք անընդհատ Ղարաբաղի հարց, այդ տեսությունը մենք չենք ունեցել Ղարաբաղի հարց, մենք այդ հարցը բարձրացնողներս հասկացել ենք այնպես, ինչպես ձևակերպել են դրսում միջազգային կառույցները։ Մենք մեր իբր ամենակարևոր համարվող հարցին նայել ենք դրսի աչքերով, մեկնաբանել ենք դրսի լեզվով եւ դրսի հայացքով, սա էլ է շատ կարևոր, տարօրինակ պարադոքս, մենք մեր ներքին հայացքը չենք ձևակերպել, մեր ներքին հայացքը պետք է լիներ մեր պատմությունը, մեր պատմական փորձը, որ մենք հասկանանք այս ոնց եղավ, որ սա դառավ հարց, ինչի Ղարաբաղի հարց, ինչի օրինակ ոչ, չգիտեմ, Շիրակի հարց կամ ասենք, չգիտեմ, նույնիսկ Ջավախքի հարց, սուր այդքան երբեք չի եղել, ինչի հենց Արցախի հարց, սենց սուր, այդ ինչ կոնտեքստի մաս է եղել, ինչ զարգացումների մաս է եղել, քանի որ դա չենք էլ փորձել, նույնիսկ հարցը չենք դրել, չեմ ասում հասկանալու մասին, դե նաև էդ էլ մեր անկախության խնդիրն է եղել, որտեղ եթե իրապես անկախ երկիր լինեինք, անկախ համակարգեր ունենայինք, դա կունենայինք անպայման, որտեղ հարցը կդրվեր, խնդիրը կդրվեր, պատմաբանները կլուծեին, բայց քանի որ հարցը չի դրվել, խնդիրը չի դրվել, դրանց ինքը իներցիայով շարունակվել է։ Չնայած ասեմ, իդեպ մի շատ հայտնի հայ, ինչ որ չափով կարելի է ասել, ժամանակին դրա սխեման տվել է, խոսքը Ռաֆու մասին է իդեպ, Խամսայի մելիքությունները երևի գիտեք, որ գրել է, իհարկե ինքը ցարական Ռուսաստանի ցենզուրայի մեջ է դա գրել եւ չէր կարող բաց գրել իր մտքերը, գրել է ուղղակի որպես պատմություն, դե մենք բոլորս կարդացել ենք, մեզ ներկայացել դա այլ Խամսայի մելիքությունների պատմությունն է, այլի պատմությունն է, խնդիր չկա, բայց այդ պատմությունը ունի իմաստ եւ Ռաֆին ուղիղ չի ասում, բայց ինքը հասկացնում է մեզ շարադրանքով, ըստ էության տալիս է մեզ բանալին, այս ամեն ինչի մասին մենք պետք է խոսանք, բայց այդ բանալին մենք կարդացել ենք բոլորս այդ գիրքը եմ կարդացել, բայց մենք այդ բանալին չենք տեսել, չենք հասկացել, չենք վերցրել այդտեղից։ Իսկ ո՞րն է բանալին։ Ես էլ կարճ ասեմ եւ այսօր կամփոփենք, Ռաֆին նկարագրում է, թե ինչպես են Արցախի մելիքները 18-րդ դարում անընդհատ փորձում իրենց ուրեմն խնդիրը լուծել, ազատագրվելու համար այդ Ղարաբաղի խանի գերիշխանությունից, որը այդտեղ հաստատվել էր 18-րդ դարում, ինչև չէր եղել, ռուսների եւ վրացիների օգնությամբ անդադար այդ փորձերն են։ Վրացիները այդ ժամանակ ռուսների դաշնակիցն էին, էլի, այդ ժամանակ դա գրեթե նույն բանն էր, վրացիները նաեւ միջնորդ էին ռուսների հետ հարաբերության։ Եվ այդ անդադար փորձերը ինքը ցույց է տալիս, ինքը չի մեկնաբանում, ուղղակի շարադրում է, բայց այդ շարադրանքով քեզ հասկացնում է, որ անդադար փորձերը բերում են ոչ միայն ուղղակի ձախողման, այլ ավելի թուլացման այդ նույն մելիքների դիրքերի, եւ ի վերջում ինքը նկարագրում է Մելիք Մեժլումի կերպարը, դա կարծեմ Ջրաբերդի մելիքներ, բայց կարող է սխալվեմ։ Իմ հիշելով Ջրաբերդի մելիքների տոհմից էր, որը ի վերջո տեսնելով եւ հասկանալով, որ այս քաղաքականությունը ոչ միտեղ չի բերում, ինչ է անում, գնում է դաշնակցում է պարսիկների հետ, պարսիկ շահի հետ, այդ ժամանակ աղա Մոհամեդ խանն էր, եւ այդ աղա Մոհամեդ խանի հետ միասին ինքը ասում է
իմ այդ աղա Մոհամեդ խանի հետ միասին մասնակցում է իր արշավանքին դեպի Վրաստան, դեպի Թիֆլիս, մասնակցում է նաև Թիֆլիսի գրավմանը, Թիֆլիսում շատ երկար ժամանակ հիշել են Մելիք Մեջլումի անունը անեծքով, եւ այդպես է վերադարձնում իր հայրենի կալվածքները։ Եվ կարծեմ սրանով էլ ավարտվում է կամ մոտավորապես սրանով ավարտվում է, ավարտն է արդեն այդ Խամսայի մելիքությունները, եւ Ռաֆին մեզ ցույց է տալիս հենց այս օրինակով, եւ ինքը ակնհայտ համակրանքով է գրում Մելիք Մեջլումի մասին Ռաֆին։ Եվ մեզ հասկացնում է, ցույց է տալիս, որ այդ մոդելը ռուսներին բերենք կամ, չգիտեմ, քրիստոնյաներին բերենք, թեկուզ վրացիներին, որպեսզի կարողանանք մեր այստեղ խնդիրը լուծենք, ինքը չի աշխատում եւ ի վերջո Մելիք Մեջլումը մի օրում չի գալիս այդ որոշման, բազմաթիվ տասնամյակների ապարդյուն փորձերից հետո մենք հասնում ենք, որ մի րոպե չէ, այստեղ անընդհատ կապում են մեզ, անընդհատ մենք կորուստներ ենք ունենում, Ղարաբաղը ավելի դատարկում է հայերից այդ ժամանակ է, որ ամբողջ Տավուշի օրինակ այսօրվա մարզի մեծ մասը ղարաբաղցիներ են, Ծակմով այդ ժամանակվա գաղթածներն են, նաև ուրիշ տեղերում կան, Լոռիում կան, եւ ինքը փոխում է քաղաքականությունը, եւ Ռաֆին սա մեզ հասկացողների համար պարզ հասկացնում է, որ ինչն է խնդիրը, հենց այս է մեծաշուռ Ղարաբաղի հարցի տեսությունը, բայց իհարկե Ռաֆին ինչ որ տվել է, ինքը տվել է իր հնարավորությունների սահմաններում, էլ եմ ասում գրաքննության տակ, ինքը չէր կարող ուղիղ խոսել, չէր կարող ուղիղ այդպես ավելի ծայրահեղ քննադատել ռուսական քաղաքականությունը, ինչքանի կարողացել է արել, բայց մենք հետո դա ըստ էության չենք շարունակել, այսա մենք մի օր պետք է անենք։ Ես ինքս ճիշտ ասած խոսք չեմ կարող տալ, որ ես հազիվ թե կարողանամ ինքս այդ գործը անել, ու ինքս անելացրով գոնե այն չափի ինչ ռուս-թուրքական վանդակը, դա շատ մեծ աշխատանք է ենթադրում։ Ես կարող եմ ընդհանրապես առաջարկել դա որպես թեմա, որպես ուղղություն, որոշ չափով խոսել, բայց հույս ունենալով, որ ի վերջո մենք կունենանք վերջապես դա թեկուզ շատ ուշացմամբ, բայց կունենանք ու կհասկանանք, թե ինչ է կատարվել այս 200 տարում, 300 տարում եւ 30 տարում եւ վերջին 5 տարում բանալին այստեղ է։ Մենք երբեք չենք հասկանա այս 5 տարին, չենք հասկանա նաեւ այս 30 տարին, որտեղ 88-ից չի սկսվում այս թեման, չենք հասկանա նույնիսկ 100 տարին, եթե 300 տարին չհասկանանք։ Եվ շատ հստակ եմ ասում, չեմ ասում 500 տարի, չեմ ասում 1000 տարին, հենց 300 տարին, ոչ ավել, ոչ պակաս։ Որովհետև այդ կինոն ֆրագմենտար հնարավոր չի հասկանալ, մենք կինոյի ֆրագմենտներից ենք անդադ խոսում, բայց դա ամբողջական կինո է, ինքը ունի սկիզբ, ունի էպիզոդներ եւ ունի այս պահի համար որոշակի ավարտ։ Այ սրա մասին եւ սրան հարակից թեմաների մասին մենք այս մեր առաջիկա զրույցներում կխոսենք եւ պայմանական անունը կդնենք այդ Արցախի հարցի տեսություն, բայց մենք պատմությունից չենք խոսա, այսինքն ավելի տենց ասած հին պատմությունից կխոսենք նաեւ Ղարաբաղյան շարժումից բնականաբար, խոսենք այդ կոնցեպցիաներից, Ղարաբաղյան հարցի լուծում, կարգավորում եւ այլն, ինչի են դրանք միֆոլոգիա, ինչի է դա ուտոպիզմ, եւ ինչի է դա հայ ժողովրդին պարտադրվել, եւ ինչի է դա ի վերջո նաեւ հանգեցրել այս պարտությանը եւ որը կարող է լինել այլընտրանքը եւ որը ընդհանրապես պետք է լինի այլընտրանքային մտածողության հենք հայ ժողովրդի համար, որպեսզի ինքը կարողանա այլևս ոչ թե պարտվի, ցախողվի կամ թեկուզ հաղթի հետո նորից ընկնի այս նույն վիճակի մեջ, այլ կարողանա adekvat իրեն պահել աշխարհում եւ ունենալ հաջողություններ եւ ոչ թե փոքրանալ, այլ մեծանալ, ոչ թե կորուստներ ունենալ, այլ ծավալվել։ Այս մասին ենք խոսալու, շնորհակալություն այսօր ուշադրության համար, շարունակենք մեր զրույցները։